Հայաստանի նոր սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է։ Այն նախատեսվում է քննարկել քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստում։ Այս մասին տեղեկացրել է Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը։ Ժամը 13:00-ից հոսանքազրկվել են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը, հայտնում են առաջին նախագահի գրասենյակից։ Մինչդեռ առանձնատան շրջակայքի գրեթե բոլոր տներն ու շինությունները ողողված են լույսով։ Ըստ տարածված հաղորդագրության հոսանքազրկումը տեղի է ունեցել իշխանության վերին օղակներից մեկի հրահանգով։ Մարտի 13-ին ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը փորձել է հրապարակային կոչ փոխանցել Ադրբեջանի օմբուդսմենին։ Զանգը հարկադրաբար ընդհատվել է։ Ռուբեն Վարդանյանը ստիպված է եղել դիմել այս քայլին, քանի որ նախորդ օրերին օմբուդսմենի հետ փաստաբանի միջոցով գրավոր դիմումներով եւ հեռախոսազանգերով կապ հաստատելու փորձերը որևէ արդյունք չեն տվել։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության նախկին պատգամավոր Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը դատի է տվել ԿՊԱ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանին։ Իշխանական պատգամավորը հայտարարել էր, թե 2020 թվականի պատերազմից հետո օգտվելով երկրում ստեղծված վիճակից Վահե Հակոբյանը փորձել է Սյունիքը դարձնել պետության դեմ պայքարի օջախ եւ պարակտել երկիրը։ Հակոբյանը պահանջում է հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները։ Երևանի կենտրոն եւ Աջափնյակ վարչական շրջանների երկու փողոց անվանափոխվել է։ Կենտրոն վարչական շրջանով անցնող Հրազդանի Կիրճ փողոցը կանվանակոչվի Արարատ 73-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անունը։ Աջափնյակի վարչական շրջանի Սիլիկյան 8-րդ փողոցը այսուհետև կկրի հայ կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի անունը։ Արտարոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Կլինիկական մահ ախտորոշմամբ Արաբկիր բժշկական կենտրոն է տեղափոխվել 1 տարեկան տղա երեխա։ Նրա վիճակը ծայրահեղ ծանր է, դեպքի առթիվ 1 անձ ձերբակալվել է։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների ձերբակալվածը երեխայի խորթ մայրն է։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սումբրամանյամ Ջայշանկարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից Հնդկաստանի ավելի քան 550 քաղաքացիների անվտանգ տարհանմանը նպաստելու համար։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Թեհրանում Իրանի գերագույն առաջնորդի ինքնաթիռը խոցելու մասին։ Ըստ լրատվամիջոցների Իրանի նոր առաջնորդը միացված է արհեստական շնչառության սարքին։ Խամենեին կոմայի մեջ է, կորցրել ոտքը եւ հնարավոր է լյարդի եւ ստամոքսի վնասվածքներ է ստացել։ Ռուսաստանը մինչդեռ չի մեկնաբանում տեղեկությունը, որ Իրանի նոր գերագույն առաջնորդը բուժման նպատակով ուղարկվել է Մոսկվա։ Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է հարվածների լայնամասշտաբ ալիք Թեհրանում, Շիրազում եւ Թավրիզում գտնվող իրանական ահաբեկչական ռեժիմի ենթակառուցվածքային օբյեկտների ուղղությամբ։